Խափամամիջոց կալանքի հարցը ըստ նյութերի ներկայացվել էր քրեադատավարական բոլոր հիմքերը։ Իմ խորին համոզմամբ հիմնավոր կասկածը բացակայում էր։ Ոչ միայն հիմնավոր կասկածը, հիմքերը նաև բացակայում էին։ Ընդհանրապես որևէ դերակատարում չկար վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշման, իբրև թե որոշակի խոսակցություններ են եղել, որին մասնակից է եղել ինքը եւ դրսևորել անկործություն որևէ կերպ չի խախտել։ Չէ, վաղը նոր գրապարակի ժամը 11-ին։ Այսինքն ինչ պետք է անել այս սարկավագը։ Ես նախաքննական գաղտնիք է, եկեք չհրապարակել, որտեղ դրա համար ստորագրություն եմ տվել։ Արագ այդ փաստաթղթերը նայեցին, ամբողջ կոնցեպցիան։ Հա, գործի նյութերը ծանոթ էր դատարաններ, դե բնականաբար ինձ էին տրամադրել, ես եմ ծանոթացել եւ գտնում եմ, որ հիմնավոր կասկածը ընդհանրապես բացակայում է նյութերում, ոչ միայն Հրայր Սարգսակ Հակոբյանի մեղսագրվող արարքում, այլև ընդհանրապես այդպիսի դեպքը բացակայում։ Որոշումը երբ է հրապարակվել։ Վաղը ժամը 11-ին։ Նույն մեղադրանքն է։ Այո, աբեկչության եւ իշխանության իրացման նախապատրաստում։ Դատավորի անաչառության հետ կապված ինչ կարող Ես եք ասել, բացառ չեմ հաշվի հայտնել առնելով, որ բացառ չեմ հայտնել, որտեղ վստահ եմ, նույն դատավորն է, չէ՞։ Չէ։ Որ դատավորն է։ Աբելյան։ Չէ, Աբելյան։ Հա, ես վստահ եմ, որ դատավորը կլսի իմ առարկությունները եւ այն հիմնավորումները, որոնք ես բերել եմ, ոչ միայն օրենսդրական, սահմանադրական, այլ նաեւ եվրոպական դատարանի եւ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների դույսի ներքո կմերժի այդ միջնորդությունը վարույթն իրականացնող մարմին, որտեղ ակնհայտորեն բացակայում է հիմնավոր կասկածը, նույնիսկ հիմնավոր կասկածի ներքին շեմ չի ապարում այդ ներկայացված փաստաթղթերում։ Եվ շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Լավ է։